ունենանք նաև մեր ռուս խորհրդարանական գործընկերների հետ շփվելու, ես առաջարկում եմ նաև այդ հարցը, ձեր հարցի երկրորդ մասը, արդյոք այդտեղ քաղաքական պահանջ տա տալ ռուսաստանցի մեր գործընկերներին։ Այսքանը բանալու։ Շիրազ Մանուկյան։ Պարոն Խանդանյան, ձեր կենսագրությունում նշվում էր նաև, որ դուք աշխատել եք Ավրորա մարդասիրական նախաձեռնությանը։ Այո, շատ լավ կլիներ, որ այսօր Ռուբեն Վարդանյանը գտնվեր Հայաստանում ազատության մեջ եւ ոչ թե Բաքվի բանտում անազատության մեջ։ Բոլորիս համար սա ցավ է։ Իսկ հիմա հարցս։ Թրիփի մասով վերջին 1 տարվա ընթացքում եղել են Իրանից հնչող մտահոգություններ։ Շատ լավ կլիներ, որ բոլոր 19 գերիները եւ պահվող անձին կլինեին ազատության մեջ, իսկապես։ Ինչ վերաբերում է մտահոգություններին, նախորդ տարվա օգոստոսին, երբ որ համատեղ խաղաղության հռչակագիրը ստորագրվեց, այո, Իրանի որոշ պաշտոնյաներ հայտնեցին մտահոգություններ, բայց դրանից անմիջապես հետո մենք շատ ակտիվ աշխատել ենք մեր Իրանի գործընկերների հետ։ Ես հիշում եմ, որ այդ օրերին փոխարտգործնախարարը մեկնեց Իրան եւ հանդիպումներ ունեցավ, հետո նաեւ երկրների ղեկավարների մակարդակում է քննարկումներ եղել եւ դրանից հետո կարծում եմ այդ մտահոգությունները պետք է համարել փարատված։ Արձագանք։ Անդրանիկ Գևորգյան։ Պարոն Խանդանյան, ըստ ձեր նախընտրական ծրագրի միջազգային լեգիտիմությունն եք համարում արտաքին անվտանգության առաջնային գործոն։ Հիշեցնեմ, որ Փաշինյանը լեգիտիմության դերի մասին դեռ խոսել էր 2019 թվականին Ալիևի հետ Վիեննայում։ Խաղաղության համաձայնագիրը, ձեր կարծիքով, պետք է ունենա իրական միջազգային երաշխավորման մեխանիզմ։ Եթե ոչ, ապա ինչ տարբերակներով պետք է կարողանանք հսկել այս համաձայնագրի դրույթների կատարումը։ Գիտեք, երաշխավորների ինստիտուտի մասին շատ երկար նաև այս դահլիճում է քննարկվել մեր գործընկերների հետ Հայաստան դաշինքից, դրա վերաբերյալ շատ պատասխաններ են հնչել եւ իմ կարծիքով խաղաղության ոչ միայն համաձայնագրի, այլ ընդհանրապես խաղաղության էության, գոյության ամենակարևոր երաշխիքը փոխկապակցվածությունն է, փոխադարձ շահեր ունենալը եւ այս առումով ես ուրախ եմ, որ նաեւ կան գործնական արդյունքներ, օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սկսվել է առևտրաշրջանառություն, իհարկե դեռևս միայն Ադրբեջանից Հայաստան, բայց նաև գիտեք, որ օրինակ կապի ոլորտի մեր օպերատորները համաձայնագիր են կնքել, էլեկտրաէներգիայի ոլորտում կան մտքեր համագործակցություն իրականացնելու համար։ Իսկ ինչ վերաբերում է համաձայնագրի հսկմանը, համաձայնագիրը ունի դրա պատասխանը, համատեղ հանձնաժողով պետք է ստեղծվի համաձայնագրի վավերացումից հետո, որը կհետևի համաձայնագրի դրույթների կատարմանը վեճերի դեպքում, եթե այդ վեճերը չեն լուծվում 6 ամիսվա ընթացքում, ապա փոխադարձ համաձայնության կարող են դիմել որևէ երրորդ ինստիտուտի, որը կկարողանա այդ հարցերին պատասխաններ տալ։ Արձագանք։ Սովետական միության եւ Գերմանիայի ապրանքաշ